10-րդ դասարանցիները ավագ ակադեմիական դպրոցում հյուրընկալել էին ճանաչված խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին։ Ուզում եմ ողջունել նախ եւ շնորհակալություն հայտնել այս ընձեռված հնարավորության համար, որովհետեւ որպես խոհարարական կազմակերպության ղեկավար եւ որպես խոհարար մասնագիտության շատ ուրախ եմ, որ հետաքրքրություն է ցուցաբերվում ձեր կողմից նաեւ մեր մասնագիտության մասով կողմնորոշվել։ Մինչ այս կազմակերպությունը հիմնելը Սեդրակ Մամուլյանը անցել է երկար ու ձիգ մասնագիտական ուղի։ Ծնվել է Վրաստանում Մարնեուլի շրջանի Խողմելի գյուղում մանկավարժների ընտանիքում։ 1975 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1979 թվականին ավարտել է այստեղ դպրոցն ու ընդունվել թիվ 17 խոհարարական ուսումնարան, որն ավարտելուց հետո մեկնել է ծառայելու Խորհրդային Միության բանակում։ 1983 թվականից սկսվել է Սեդրակ Մամուլյանի մասնագիտական գործունեությունը որպես տարբեր ռեստորանների խոհարար։ Եվ ահա մոտեցավ ճակատագրական պահը, եւ այն սկիզբ առավ Հայաստանում ամերիկյան համալսարանից, ուր պարոն Մամուլյանը 1996-ից 2009 թվականները աշխատեց որպես ավագ խոհարար։ Հենց այստեղ էլ հիմնվեց հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը։ Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2007 թվականին։ Մի քանի նախաձեռնողներ կան, ես, Ռուզանա Նահապետյան, Արտավազ Սարուխանյան, եւ անվանումը հենց հուշում է, թե մենք ինչով ենք զբաղվում։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպություն։ Այսինքն ինչու առաջացավ այս կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը, որովհետեւ որպես մշակութային ոչ նյութական ժառանգություն ազգային խոհանոցը շատ մեծ դերակատարում ունենալով հանդերձ մեր որպես ինքնության պահպանման կարևորագույն երևույթ, նույնպես ինչպես այլ մշակութային ժառանգություններ վտանգի տակ է։ Սեդրակ Մամուլյանը մի շարք փառատոների նախաձեռնող եւ իրականացնող է, ինչպես օրինակ Տոլմայի, Քուֆտայի, Ձկան փառատոններ։ Վերջին տարիներին համագործակցելով Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ ծնվել են Սիսիանի հայ-իրանական նավասարդ փառատոնը։ Դիլիջանի հայ-վրացական Միմինո փառատոնը, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների փառատոնը,
Կազմակերպվում են նաև խոհարարական մրցույթներ, այդ թվում նաև միջազգային։ Այսօր արդեն մի քանի տարի է, ինչ Մեգերյան կարպետում գործում է Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիան, ուր անց են կացվում դասընթացներ, վարպետաց դասեր, հանդիպումներ։ Ամեն տարվա վերջում էլ ամփոփվում են արդյունքները եւ այդ ամենը տեղի է ունենում ավանդական ղափամայի շուրջ։ Ահա այսպեսին է մեր այսօրվա հյուրը՝ մարդամոտ, սրտաբաց, պրոֆեսիոնալ, հայրենասեր, ընկերասեր Սեդրակ Մամուլյանը։ Խոհարարական արվեստի ակունքները սկսվել են պարզունակ մարդկանցից, մոտավորապես 2 միլիոն տարի առաջ։ Տարբեր տեսություններ կան այդ մասին, թե ինչպես էին վաղ մարդիկ կրակը օգտագործում միս պատրաստելու համար։ Ըստ մարդաբան Ռիչարդ Ռանգհեմի, նախնադարյան մարդիկ պարզապես կրակի մեջ նետում էին մսի հում կտոր եւ դիտում, թե ինչպես է այն եփվում։ Մեկ այլ տեսություն պնդում է, որ մարդիկ առաջին անգամ պատահաբար ճաշակել են տապակած միսը, երբ պարզվել է, որ անտառային հրդեհի հետևանքով սպանված գազանի միսն ավելի ախորժելի է եւ ավելի հեշտ ծամվող եւ մարսվող, քան սովորական հում միսը։ Խոհարարական տեխնիկան բարելավվել է կավե եւ քարե ամանեղենի ներմուծմամբ, անասունների ընտելացումով եւ գյուղատնտեսության առաջընթացով։ Այսպես դարեդար այս արվեստը զարգացել է եւ հասել մեր օրեր։ Խոհարարական արվեստը մի ամբողջ փիլիսոփայություն է, սա զուտ ճաշատեսակների պատրաստում չէ։ Այսօր ճաշատեսակներ խոհանոցում պատրաստում է ցանկացած կին, հաճախ նույնիսկ տղամարդ։ Սակայն եթե ուզում ես դառնալ պրոֆեսիոնալ խոհարար, ապա պետք է սովորել, ուսումնասիրել այս արվեստը եւ իհարկե ունենալ սեփական եսը։ Յուրաքանչյուր ճաշատեսակ խոհանոցի ֆանտազիայի եւ ճաշակի արդյունք է, եւ երբ այդ ամենին գումարվում է նաեւ մեր ազգային ավանդական խոհանոցի վերածնելու գաղափարը եւ դարեր անց նման հայրենասեր պրոֆեսիոնալ խոհարարների շնորհիվ կարող ենք այսօր ճաշակել, ասենք, անիի կամ կարսի ավանդական ճաշատեսակները, այս արվեստը դառնում է նաեւ գիտություն։ Ազգային մշակութային ժառանգություն է։ Սա մեր սերունդին հասել է որպես ժառանգ, բայց շատ լուրջ պարտավորություն ունեն մեր սերունդը փոխանցելու այլ սերունդի։ Ազգային խոհանոցը։ Այստեղ ընկալման հարց է ողջ։ Ինչու չեն շատ դեպքերում ինչու է բացակայել ընկալումը ազգային խոհանոցի կարևորության։ Չգիտեմ ինչն է պատճառը, բայց փաստը այն է, որ ամբողջ սովետական միության ժամանակաշրջանում սովետական միության հանրապետություններից մեծամասնությունը, իսկ կոնկրետ Վրաստան, Ադրբեջան, Ուզբեկստան ես հաստատ գիտեմ, պետականորեն ամրագրել են իրենց ազգային խոհանոցը։ Հայաստանը ոչ։ Պետությունը նրանց հանրապետություն ասել է այս իրականացածը իմ մշակութային ժառանգությունն է։ Շատ դեպքերում ներառելով նաև հայկական իրականացածը։ Հիմա արդեն արձանագրված է Վրաստանում խաշը որպես վրացական ազգային իրականացված։ Բայց մեր խաշը ինչ են համարում, ակնարկների գերակայություն։ Այնտեղ պետական մակարդակով ամրագրել են որպես իրենց իրականացած, այստեղ մենք հասարակական մակարդակով եւ կարելի ասել հանրային մակարդակով մենք դա համարում ենք աղքատների գերակայություն։ Խոսվեց նաև մեր եկեղեցական եւ ազգային տոների մասին, որոնց կարևոր բաղադրիչը նաև խոհանոցն է։ Զատիկը հարության տոնն է, չէ՞։ Բոլոր տոները միջարս դուք գիտեք, որ ունեն նախաքրիստոնեական պատմություն։ Եվ նախինում նույնպես այդ տոնը նշվել է մեռնող առողաստատությանն է նվիրված եղել։
Ամենածիսական կերակուրը ածիկն է։ Իսկ ինչ է ածիկ։ Նոր ծլարձակած ցորենը, որը թրջում են շորի վրա եւ դնում ստվեր տեղ առանց արևի, ծալում է 1-ից 1.5 սանտիմետր հենց որ բարձրացավ, այդ ցորենը աղում են, քամում, նրանից դուրս է գալիս շատ վերինաշանի քաղցր հյութ։ Այդ հյութի մեջ ալուրը խառնելով ալուրը եռացնում եւ խտանում է, դա դառնում է սնունդ, աննկարագրելի, անչափ օգտակար մանկական սնունդ։ Եվ ինչ խորհուրդ ունի ածիկը։ Մեռնող խառնող, չէ՞։ Ցորենը գցեցինք հողի մեջ, ցորենը մահացավ ծլարձակեց նոր կյանքի։ Այսպիսի կերակուրներ կան եւ շատ են։ Սրանք մեր տոնատեսական կերակրատեսակների համակարգում են եւ մեր կազմակերպությունը իմիջիայլոց պիտի ձեզ տեղեկացնեմ, որ մեծ ծրագիր է ներկայացրել կառավարությանը կոչվում է ազգային խորհրդի զարգացման ռազմավարական հայեցակարգ 5 տարվա, որտեղ մենք նաեւ ասում ենք, որ ուսումնական հաստատություններում հանրակրթական համակարգում անպայման պիտի ձևը գտնել եւ խոհարարական առարկաներ դնել։ Եվ այդ առարկայի իր բանը մասը, գործնական մասը, հենց տոնատեսական կերակուրները լինեն, բայց ամբողջ տոնը լինի, որովհետեւ մեր յուրաքանչյուր տոն այդ տոներից յուրաքանչյուր տոն մի անսամբլ է, որտեղ կան հստակ երգի, երաժշտության, պարի, ռազմախաղի, մանկական խաղի եւ կերակրատեսակի մասեր։ Տեսեք օրինակ Վարդավառը մենք ինչ ենք ասում, ջրոցի չէ՞ միայն, բայց Վարդավառը այնքան խորքային տոն է, խնձոր օրնեկի տոն է։ Վարդավառի ամենահիմնական կերակուրը խորոված խնձորն է։ Միջև Վարդավառը խաղող օրնեք ունենք, միջև Վարդավառ խնձորը չեն ուտում։ Կամ ասում ենք սփխեչ, խաչվերած։ Դա այն տոնն է, որը նշվում է, քրիստոնեությունը նշում է խաչի վերադարձման, այսինքն Թեհրանից վերադարձին տարան Երուսաղեմ, որտեղ Երուսաղեմից տարել բռնագրավել է։ Բայց այդ տոնին ինչ են տալիս։ Սփխեչի ուն։ Լսել եք։ Իսկ ուրը ինչ կապ ունի։ Իմիջիայլոց այդ տոնը նաև անվանում են ուլնոց։ Ինչ կապ ունի ուրը խաչի հետ։ Սփխեչի հետ։ Ոչ մի կապ։ Բայց պարզվում է, որ այդ տոնը քրիստոնեության ընդունման ժամանակ մենք շարունակել ենք հիմքում ունենալով գինու տոնը։ Իսկ գինու տոնին ուլին պատժել են, որովհետև դա միակ կենդանին է, որը փչացնում է գինու հումքը։ Խաղողի ծառը ուտում է ուղղակի։ Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով իրականացվում է հավաքչություն, ինչի արդյունքում այսօր կյանքի են կոչվել եւ շարունակում են կոչվել մարզային խոհանոցներին նվիրված գունագեղ եւ բովանդակալից գրքեր։ Նպատակն է գծել Հայաստանի Հանրապետության խոհարարական քարտեզը։ Հրատարակվել է արդեն 4 գիրք, որոնցից մեկն է Լորվա մարզի խոհանոցը, ուր ներկայացված են 100-ից ավել կերակրատեսակներ բնորոշ լոռեցիների։ Սեդրակ Մամուլյանը նվիրել դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյանին հենց այդ գիրքը։ Վերջում աշակերտները եւ տնօրենը դիմեցին հարցերով Սեդրակ Մամուլյանին։ Հարցերը բազմազան էին, օրինակ, որ ուտեստն է պատրաստելու ամենաերկար ժամանակը պահանջել, կամ բացի հայկականից, որ ազգերի խոհանոցն է ավելի հոգեհարազատ։ Վրացականը, ես ուզբեկականն եմ սիրում շատ, պարսկական խոհանոցը, զոր խոհանոցը, բայց այն ես ինքս Վրաստանից եմ եւ իմ մայրս ազգության վրացու էր։ Ես վրացական խոհանոցը սիրում եմ, բայց երբեք որևէ խոհանոց չեմ կարող համեմատել, երբեք չեմ համեմատի հայկական խոհանոցի հետ։ Ինձ համար հայկական խոհանոցը համեմատելի չէ որևէ այլ խոհանոցի հետ։ Հարց եղավ նաև այսպես կոչված fast food-ի մասին, որի հայկական տարբերակը բարձվում է սովորական բուռումն է։ Fast food-ի վնասակար բաները դրանք մեծամասամբ այն նյութերն են, որոնք գենետիկորեն ձևափոխված են։ Հասկանում եք, մենք նշեցինք ախորժակը ինչ, ախորժակը մեզանից պահանջում է նյութ, որը իր մեջ պակասել է։ Միշտ խորհուրդ տամ ձեզ, եւ նաեւ դուք ուրիշներին սնվել է սկսել կաթնաթթվային մթերքներից, որովհետեւ ներսի միկրոֆլորան լավ նախապատրաստվի մարսողությամբ։
Այդ դրա դեպքում արդեն օրինակ եթե դուք fast food ինչ-որ բան եք ուտում, փորձեք մի 10-15 րոպե առաջ թան խմել, հետո նոր այդ fast food-ը օգտագործել։ Իրականում հայկական fast food-ը կա, հայկական արագ սնունդ կա։ Լավաշի մեջ մեր բուրումները։ Ինչ է կոչվում բուրում։ Բռի մեջ պատրաստվող բուրում, որ մենք դուրում ենք ասում, պրտուճ ենք ասում, չի։ Դա բուրում է, բռի մեջ։ Լավաշ դրեցինք, բռի մեջ հավաքեցինք ֆանիրը, չգիտեմ, ձուր, թարխունը եւ այլն, եւ բան արեցինք, կերանք։ Բայց այդ հատկապես դրսի բրենդային այդ կերակուրները պիտի ձեռնպահեն։ Ընդհանրապես տաններ պիտի փոխանցեք, հատկապես յուղի մասը, տնական յուղ, կարագից հետո կարագը յուղ դարձրած, շատ կարևոր է։ Ձեթը 130 աշճանից բարձրացրեցի, թույն արդեն։ Թույն։ Իսկ դուք ֆրի եղանակով ուտում եք բանը։ Ձեթը ի վիճակի չի 130-ից բարձրանալ։ Իսկ ֆրիզյունից հանում 300 աշճան ջերմաստիճան։ Հարց ուղեց հյուրին նաև դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյանը։ Անհերքելի է, որ խոհարարությունը մշակույթի բաղադրիչ է, մաս է, տեսակ է եւ յուրաքանչյուր մշակութային այսպես պրոդուկտ, օբյեկտ ուրույն է եւ շատ թանկ է ստեղծողի համար, արարողի համար։ Նկարիչ օրինակ ունի ստեղծագործություն եւ դա ունի հարատև բնույթ է կրում, կարելի է բարբերադառնալ, նայել, հիանալ եւ այլն։ Այդ ձեր ստեղծագործությունները այսպես շատ կարճ կյանք են ունենում եւ դուք ստեղծագործում եք եւ յուրաքանչյուր անգամ վստահ եմ ինչ-որ ուրույն համ կամ ոտ եք ներդնում այդ ձեր ստեղծագործության մեջ։ Ափսոսանք է զգացողությունը չկա, որ դա չի հարատևում, այսինքն ժամանակավոր բնույթ է կրում հասարակ ձեր ստեղծագործությունը։ Ուրեմն ես շատ ներողություն, բայց համաձայն չեմ։ Ես նորից ասեմ, կենսաբանական երևույթ է, մարդու մոտ ամենաերկարը հիշվում է ամի հիշողություն։ Ամենաերկարը։ Մենք բոլորս այսպես ենք, կամաց մոռացում է ամեն ինչ։ Ամենավերջում մոռացում է նրա համային, նրա բույրերի, համերի հիշողություն։ Եվ իհարկե, ես նշեցի, ես չեմ ափսոսում, որովհետև իմ գնահատականը դատարկ Ավսենն է։ Եթե դատարկ Ավսենն եկա, ուրեմն այն ինչ ես մտածել էի, այն ինչ ես մտադրվել էի, իրականացավ ամբողջությամբ, համը հիշելու է։ Միջավայր զբոսաշրջային մասով էլ երբ որ մենք խոսում ենք համապատասխան գործընկերների հետ, բոլորը հավանիտ են։ Խոհանոցը այն եզակի երևույթներից է, որ նույն զբոսաշրջիկի մի քանի անգամ կարող է նորից հիշեցնել երկրի մասը, նորից բերել։ Եվ դա կապված է նորից համահոտային այդ երևույթների հետ։ Հանդիպումը իրոք անչափ հետաքրքիր էր եւ կհիշվի դեռ շատ երկար։ Վերջում Սեդրակ Մամուլյանը ամփոփելով այն ասաց. Շնորհակալություն։ Որպես հայ խորհրդական ավանդույթների զարգացման պահպանման հասարակական կազմակերպության նախագահ, ես ձեզ ուզում եմ փոխանցել, որ եթե դուք կողմնորոշվեք եւ կընտրեք խորհրդական մասնագիտությունը, կարող եք դիմել եւ մենք մեր օգնությունը ձեզ կփոխանցենք։ Շնորհակալություն։